Սովորական գորտնուկները մաշկի փոքր հատիկավոր գոյացություններ են, որոնք առավել հաճախ առաջանում են մատների կամ դաստակների վրա։ Հպվելիս կոպիտ թվացող սովորական գորտնուկները հաճախ նաև ունեն փոքրիկ սև կետեր, որոնք խցանված փոքր արյունատարանոթներ են։ Սովորական գորտնուկներն առաջանում են վիրուսից և փոխանցվում են հպման միջոցով։ Մաշկը վիրուսի ազդեցությանը ենթարկվելուց հետո կարող է տևել 2-ից 6 ամիս, մինչև գորտնուկը զարգանա։ Սովորական գորտնուկները սովորաբար անվնաս են և ի վերջո ինքնուրույն անհետանում են։ Այնուամենայնիվ, բազմաթիվ մարդիկ նախընտրում են հեռացնել դրանք, քանի որ դրանք համարում են անհանգստացնող կամ ամոթալի։ Սովորական գորտնուկները առաջանում են մարդու պապիլոմավիրուսով։ Վիրուսը խիստ տարածված է և ունի ավելի քան 150 տեսակ, սակայն միայն մի քանիսն են ձեր ձեռքերին գորտնուկներ առաջացնում։ ՄՊՎ-ի որոշ շտամներ փոխանցվում են սեռական շփման միջոցով։ Այնուամենայնիվ, ձևերի մեծ մասը տարածվում է մաշկի պատահական շփման կամ ընդհանուր առարկաների միջոցով, ինչպիսիք են սրբիչները կամ անձեռոցիկները։ Վիրուսը սովորաբար տարածվում է ձեր մաշկի չնչին վնասվածքների միջոցով, ինչպիսիք են կտրվածքները կամ քերծվածքը։ Եղունգները կրծելը նույնպես կարող է հանգեցնել գորտնուկների տարածմանը ձեր մատների ծայրերին և եղունգների շուրջը։ Յուրաքանչյուր մարդու իմունային համակարգը տարբեր կերպ է արձագանքում վիրուսին, ուստի ոչ բոլորի մոտ, ովքեր շփվում են ՄՊՎ-ի հետ, կզարգանան գորտնուկներ։ Ռիսկի գործոններ։ Սովորական գորտնուկների առաջացման ավելի բարձր ռիսկի ենթարկվող մարդիկ ներառում են երեխաներ և երիտասարդ չափահասներ, քանի դեռ նրանց օրգանիզմը դեռ չի հասցրել զարգացնել իմունիտետ վիրուսի նկատմամբ, թուլացած իմունային համակարգ ունեցող մարդիկ, ինչպիսիք են միավ ձիահով կամ օրգանների փոխպատվաստան կատարած մարդիկ։ Շատ դեպքերում բժիշկը կարող է ախտորոշել սովորական գորտնուկը հետևյալ մեթոդներից մեկով կամ մի քանիսով. զննելով գորտնուկը, քերելով գորտնուկի վերին շերտը, ստուգելու մուգ կետերի, մակարդված արյունատարանոթների նշանները, որոնք բնորոշ են գորտնուկներին, գորտնուկի փոքր հատվածը հեռացնելով և այն լաբորատորիա ուղարկելով բացառելու այլ տեսակի մաշկային գոյացությունները։ Սովորական գորտնուկների մեծ մասն անհետանում է առանց բուժման, թեև դա կարող է տևել 1 կամ 2 տարի, իսկ առկա գորտնուկի մոտակայքում կարող են նորերը զարգանալ։ Որոշ մարդիկ նախընտրում են իրենց գորտնուկները բուժել բժշկի մոտ, քանի որ տնային բուժումը չի օգնում և գորտնուկները անհանգստացնում են, տարածվում են կամ կոսմետիկ խնդիրներ են առաջացնում։ Բուժման նպատակներն են ոչնչացնել գորտնուկը, խթանել իմունային համակարգի արձագանքը վիրուսի դեմ պայքարելու համար կամ երկուսն էլ։ Բուժումը կարող է տևել շաբաթներ կամ ամիսներ, նույնիսկ բուժման դեպքում գորտնուկները հակված են կրկնվել կամ տարածվել։ Բժիշկները հիմնականում սկսում են ամենաքիչ ցավոտ մեթոդներից, հատկապես փոքր երեխաներին բուժելիս։ Ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ մոտեցումներից մեկը հիմնվել ձեր գորտնուկների տեղակայման, ձեր ախտանիշների և ձեր նախասիրությունների վրա։ Այս մեթոդները երբեմն օգտագործվում են տնային միջոցների հետ միասին։ Ավելի ուժեղ պիլինգ դեղամիջոց։ Սալիցիլաթթու։ Սալիցիլաթթու պարունակող գորտնուկային դեղամիջոցներն ազդում են փոքր-փոքր հեռացնելով գորտնուկի շարտերը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սալիցիլաթթուն ավելի արդյունավետ է, երբ զուգակցվում է սառեցման հետ։ Սառեցում, կրիոթերապիա։ Բժշկի գրասենյակում իրականացվող սառեցման թերապիան ներառում է ձեր գորտնուկին հեղուկ ազոտի կիրառում։ Սառեցումը գործում է առաջացնելով բշտիկների առաջացում ձեր գորտնուկի տակ և շուրջը։ Այնուհետև մեռուկացած հյուսվածքը պոկվում է մոտ 1 շաբաթվա ընթացքում։ Այս մեթոդը կարող է նաև խթանել ձեր իմունային համակարգը վիրուսային գորտնուկների դեմ պայքարելու համար։ Հավանաբար ձեզ հարկավոր կլինի կրկնակի բուժում։ Կրիոթերապիայի կողմնակի ազդեցությունները ներառում են ցավ, բշտիկներ և բուժվող շրջանի մաշկի գունաթափում։ Քանի որ այս տեխնիկան կարող է ցավոտ լինել, այն սովորաբար չի օգտագործվում փոքր երեխաների գորտնուկները բուժելու համար։ Այլ թթուներ։ Եթե սալիցիլաթթուն կամ սառեցումն արդյունավետ չեն, ձեր բժիշկը կարող է փորձել տրիքլորքացախաթթու։
Այս մեթոդով բժիշկը նախ սափրում է գորտնուկի եղջերացած մակերեսը, ապա թթուն քսում է փայտե ձողիկով։ Սա պահանջում է ամեն շաբաթ կամ ավելի հաճախակի կրկնակի բուժումներ։ Կողմնակի ազդեցություններն են այրվածքը և այրող ցավը։ Փոքր վիրահատություն։ Ձեր բժիշկը կարող է կտրել հեռացնել անհանգստացնող հյուսվածքը, սա կարող է սպի թողնել բուժվող տարածքում։ Լազերային բուժում։ Ներկանյութի օգտագործմամբ իմպուլսային լազերային բուժումը այրում է մանր արյունատար անոթները, վնասված հյուսվածքն ի վերջո մեռուկանում է և գորտնուկն ընկնում է։ Այս մեթոդի արդյունավետության ապացույցները սահմանափակ են, բացի այդ, այն կարող է առաջացնել ցավ և սպիներ։ Մեկնաբանությունում գրեք դուք ինչպես եք ազատվել գորտնուկներից, եթե ունեցել եք դրանք։ Կանխարգելում։ Սովորական գորտնուկների ռիսկը նվազեցնելու համար հետևեք այս խորհուրդներին։ Խուսափեք գորտնուկների հետ անմիջական շփումից։ Սա վերաբերվում է նաև ձեր սեփական գորտնուկներին։ Մի փորփրեք գորտնուկները, դա կարող է տարածել վիրուսը։ Մի օգտագործեք այն միջոցները, որոնք օգտագործում եք ձեր առողջ մաշկի և եղունգների համար, խարտոսներ, եղունգ կտրող սարքեր և այլն։ Օգտագործեք միայն միանգամյա օգտագործման մանր խարտոց։ Մի կրծեք ձեր եղունգները։ Գորտնուկներն ավելի հաճախ առաջանում են ամբողջականությունը խախտված մաշկի վրա։ Ձեր եղունգների շուրջ մաշկը կրծելով բացում եք վիրուսի դուռը։ Գորտնուկներին վերաբերվեք զգուշությամբ և խուսափեք խոզանակելուց, կտրատելուց կամ սափրելուց այն հատվածները, որոնք ունեն գորտնուկներ։ Եթե պետք է սափրվեք, օգտագործեք էլեկտրական ածելի։ Առողջ եղեք, սիրելի բարեկամներ, նաև չմոռանաք բաժանորդագրվել ալիքին։